Երեք հարց, առաջինը, պատրաստում եմ արդյոք միջազգային անկախ փորձակնության դիմել։ Նարեկ ջան, ուրեմն ես ձեզ ասեմ, ես իմ պրակտիկայից գիտեմ, դուք էլ ձեր պրակտիկայից կիմանաք, մարդիկ ի վերջո հավատում են նրան, ինչին ցանկանում են։ Ես բոլոր քայլերը անելու եմ, որպեսզի օբյեկտիվ պատկեր ներկայացնեմ, որ այդ ամենը ինձ հետ կապ չունի։ Այդ թվում նաև միջազգային փորձակնություն եւ այդ ուղղությամբ այո աշխատելու եմ։ Ինչու չեմ դիմել քննչական կոմիտե հաղորդում տալու վերաբերյալ։ Ես սկզբից ևեթ առաջի օրվանից սկսած քննչական կոմիտեում էլ եւ իմ տարբեր հարցազրույցներում նաեւ մեր փաստաբան Բաբայան Արսենը հայտարարել է քննչական կոմիտեի նկատմամբ վստահության խիստ դեֆիցիտ գոյություն ունի։ Եթե ես քննչական կոմիտեի նկատմամբ ընդհանրապես քննչական մարմինների, արդարադատության մարմինների նկատմամբ վստահության ուղերձ ուղարկեմ, ապա ես պետք է համակերպեմ այն իրականության հետ, որ այսօր Բաղդադ Սրբազան, Միքայել Սրբազան, Մկրտիչ Սրբազան, Սամվել Կարապետյան իսկապես արդարադատության, քննության իրականացման արդյունքում արդարացիորեն դատապարտված են եւ ազատազրկված են։ Բայց մենք բազմաթիվ հայտարարություններ արել ենք, որ դա ապօրինի ազատազրկում է։ Ամենացայտուն օրինակը ասեմ, թե ինչպես Բաղդադ Սրբազանի հետ կապված կադրերը մոնտաժվել են։ Սա բացահայտվել է։ Միքայել Սրբազանի հետ կապված գործը ուղղակի շինծու կարված գործ, որը ընդամենը նպատակ ուներ արհեստական հիմքեր ստեղծելու մարդուն ազատազրկելու։ Սամվել Կարապետյանի հետ կապված գործը մարդը մի անմեղ արտահայտության համար ուղղակիորեն տարավ դատապարտվեց։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդուն ազատազրկում են, հետո մտածում են հոդվածները, թե ինչպես հիմնավորեն ազատազրկումը։ Հիմա դուք ուզում եք այս պատկերը ունենալուց հետո ես վստահություն ունենամ քննչական կոմիտեի կամ արդարադատության մարմինների նկատմամբ։ Իհարկե չեմ կարող ունենալ եւ կարծում եմ որևէ խելամիտ մարդ չի կարող ունենալ։ Սա ընդհանրապես քաղաքական պատվեր է եւ իրավապահ համակարգը եւ արդարադատության մարմինները ակնհայտորեն տեսանելիորեն սպասարկում են քաղաքական իշխանության շահերը։ Անհասկանալի է մնում, երբ երկրի ղեկավարը Facebook-ով գրառումին հետևում է գործողություն իրավապահների կողմից։ Հիմա ուզում եք ես այս պայմանների մեջ հավատ ընծայեմ այդ մարմինների գործունեությանը, ես որևէ խնդիր չունեմ այդ մարմիններում աշխատող անձանց աշխատակիցների նկատմամբ, բայց որպես ինստիտուտ այդ ինստիտուտները իրենց խորապես վարկաբեկել են։ Խորապես վարկաբեկել են դառնալով կցորդը քաղաքական իշխանությանը եւ սպասարկելով բացառաբար քաղաքական օրակարգեր։ Կաթողիկոսի երեխա զավակ ունենալու հետ կապված ասում եք ինչի չեն արձագանքում։ Ես քիչ առաջ անդրադարձած եմ, ուրեմն բացարձակապես այս հարցը օրակարգ բերելը ունի մեկ նպատակ՝ վարկաբեկել եկեղեցին եւ արհեստական օրակարգեր ստեղծել։ Ես ուղղակի համոզված եմ, որ երկրի ղեկավարը խորապես առհամարած ունի ցանկացած մեկի անձնական կյանքը եւ անձնական որևէ մեկի անձին
իրեն բացարձակապես չի հետաքրքրում, որ կաթողիկոսը զավակ ունի, զավակ չունի, Արշակ Սրբազանը ունի ինտիմ հարաբերություններ, չունի ինտիմ հարաբերություններ, ընդամենը նպատակ հարցին ուղիղ չեմ պատասխանի, որովհետև հարցը գռեհիկ հարց է, եւ ես չեմ ցանկանում, որ մեր լրագրողները սպասարկեն իշխանությունների կողմից հրապարակ նետված գռեհիկ հարցադրումներին։ Եվ այս հարցադրումները հրապարակից ուղղակի պետքա դուրս նետվեն։ Ես ամեն անգամ, երբ այսպիսի հարցադրումներ են հնչում, ես մտածում եմ, որ դա պատվիրակված հարցեր են, պատվիրակված հարցադրումներ են, որովհետև եթե մեկը ինձ իրավունք է վերապահում ուղղել հարցեր, որոնք կոռեկտ չեն, դա ինձ վերաբերում է վերապահում նաև փոխադարձ հակընդդեմ հարցով ուղղել իրենց։ Վերաբերող իրենց ինտիմ կյանքին, այդ թվում նաև իրենց սեռական կողմնորոշմանը։ Ես նույն ձևով լեգիտիմ կհամարեմ այդպիսի հարցադրումներ ուղղել այն անձանց, ովքեր այդպիսի հարցադրումներ են ուղղում։ Ես կարող եմ ցանկացած այդպիսի հարցադրման դեպքում կասկած արտահայտող հարցադրումներ անել, արդյոք դուք ավանդական սեռական կողմնորոշման կրող եք, թե ոչ, արդյոք դուք ձեր կնոջը կամ ձեր ամուսնուն դավաճանել եք կամ ոչ։ Ես չեմ կարծում, որ այս հարցադրումները կոռեկտ չեն։ Ես այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետև այդ հարցադրումը գռեհիկ է։ Այդ հարցադրմանը չեմ պատասխանելու։